ընտրելով որոշել եմ ձեռագրերը նվիրել Շիրազի ուշադուն թանգարանին։ Այգելի ներկաներ այս օրը չափազանց ուսումնառատ է ինձ համար։ Նախ ասեմ, որ լիք գյումրեցի եմ, ծնողներս երկուսն էլ ծնվել են Գյումրիում, ինքս էլ ծնվել եմ և հասակ եմ ավել Գյումրիում, բայց հիմա Գյումրին մի տեսակ ինձ համար սրբատեղի է վերածվել, որովհետև այստեղ են ամփոփված իմ կյանքի անգնահատելի մեծությունների աճումները, հորս ու մորս աճումները, և այդքանով իսկ ոչ միայն սիրում եմ Գյումրին, ոչ միայն իմ արմատներով կապված եմ այս քաղաքին, նաև այն որոշակի սրբատեղի է վերածվել ինձ համար։ Երբ մեր սիրելի Տաթևիկը ներկայացրեց իր նախագծային աշխատանքի թեման, դա ինձ համար շատ սրտամոտ էր և միանգամից մտահղացում ունեցանք ներկայացնելու այստեղ և հարմարեցրինք մեր դանթեական ճանապարհի մեծ լուսատուի ծննդյան տարեդարձի օրվան։ Ուզում եմ խորին շնորհակալություն հայտնել թանգարանի տնօրինությանը այս հնարավորությունը մեզ ընձեռելու համար, նախ մեր նախագծային աշխատանքի հեղինակներին այսպես սիրառատ լիավորն ընդունելու համար։ Ասեմ, որ Շիրազի ուշադուն թանգարանի տնօրենը Լուսինե Պետրոսյանը իմ գործընկերն է, այժմյան Շիրակի համալսարան կոչվող, իսկ նախկինում Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտում մենք միասին պաշտոնավարել ենք որպես դասախոս և ասեմ, որ Լուսինեն նաև իմ դասախոսի կատարելատիպ, իմ դասախոսի պատմական գիտությունների դոկտոր Սարգիս Պետրոսյանի դուստրն է, խոնարհումս իր գիտնական կեցվածքին, կերպարին, ով սերունդներ է կրթել և ում ոգով մենք հայեցի ու արժանի դաստիարակություն ենք ստացել։ Այժմ մի երկու խոսք այն շիրազյան մասոնքների մասին, որոնք մեծ են շիրակացին։ Իդեպ շիրակացի հենց ձեռագրերում էլ կա, որ Շիրազը իրեն այդպես է կոչել, Շիրազ շիրակացի, հենց ձեռագրում ինքը մակագրել է այդպես, ընծայել է հայրիկիս Լյովա Կարապետի Պետրոսյանին, ով եղել է քաղաքում ճանաչված անձնավորություն, 30 տարուց ավելի ղեկավարել է Լենինականի այն ժամանակվա առևտրի վարչությունը և Շիրազը անձնական կապեր է ունեցել հայրիկիս հետ, հայրս բավականին այսպես օգնություն է ցուցաբերել նաև Շիրազի քրոջ ընտանիքին, Գոհար անունով քրոջը, ու անձնական ծանոթություն է եղել պապիկիս Կարո Պետրոսյանի և Շիրազի միջև։ Պապիկս եղել է այն ժամանակ Լենինականի քաղսովետի նախագահի տեղակալ։ 40-50 տարի մոտ այս ձեռագրերը պահպանվել են մեր տանը և մի տեսակ սրբացված մասոնքի նշանակություն ունեն, որովհետև այստեղ կան երկտողեր, քառատողեր, որ այսօր հրատարակված չեն։ Հիմա սրանք մեծ հուզմունքով և սիրով ուզում եմ փոխանցել հուշատանը այն առաքելությամբ, որ ոչ միայն սրան հաղորդակից լինենք մենք, հայրիկիս սերունդները, այլ նաև հանուր մարդկությունը տեսնի, ճանաչի և ինչու ոչ նաև բերնեբերան փոխանցի Շիրազի այս քառատողերը և երկտողերը։ Մի երկու դրվագ ուզում եմ ընթերցել։ Այս ընծայականը Հովհաննես Շիրազը ներկայացրել է իր խմբագրած Հովհաննես Հովհաննեսյանի գրքում, իր ձեռագիրն է։ Ոչ թե Լյովա, այլ Լևոնին, չկորչես ծոցում օտար անկողնի, կարոյիդ գահը թափուր մի թողնի, որ հավերժ մնա քեզ հույսի ճրակ, անիի դուստր աշխարհն իմ Շիրակ, Հովհաննես Շիրազ, 1976 թվական։ Հաջորդը, որը ընդամենը այս վանդակավոր թղթի վրա է և ամփոփված է եղել այս ծրարում, դարձյալ Հովհաննես Շիրազի ձեռագրով ներկայացված,
Անմոռաց Կարոյի որդի Լևոնից խորին շնորհակալություն բազմադարյա բանվորուհի Գոհար քրոջս խնդրանքը ջուրը չգցելու համար։ Գյումրին հավիտյան Գյումրի կմնա, Գյումրիս Մասիս էլ պիտի բարձրանա։ Հովհաննես Շիրազ Շիրակացի 1978 թվական Երևան։ Հաջորդը, որ իր յոթնապատում գրքում է գրել Հովհաննես Շիրազը, սիրելի Լևոնին և Վաղոյին, հուսամ, որ բարեհուշ Կարոյիս ճամփեն չես ծռի և ծննդավայրս կծաղկեցնեք առավել։ Վաղոն հայրիկիս մորեղբայրն էր, ում հետ Շիրազը աշխատել է խմբագրատանը։ Եվ իր Սիամանտո և Խջեզարե գրքում է գրել ընձայական դարձյալ, Սիրելի Լևոնին, հավերժանուշ Կարո Պետրոսյանի որդուն, խնդրում եմ իմ սուրբ ծննդավայր Գյումրուց, մի նորադայլայլ բնի գալիքը, որ ղարս էլ զարկե երկրի սալիքը, ծովանա ազգը, հայը ծովանա, այնպես, որ վառվող կարսն էլ հովանա, Հովհաննես Շիրազ 1982 թվական։ Եվ ամփոփեմ խոսքս Հովհաննես Շիրազի դարձյալ իր կողմից մեր ընտանիքին նվիրված 1964 թվականին թվագրված այս բանաստեղծությամբ։ Էլի պիտի քո գիրկը գամ, քեֆ անելու հավաս ունիմ։ Կարոտից չափ խորունգ սիրտս, ձեռքից բռնած մի թաս ունիմ։ Ասեմ վաթանն ուրիշ բան է, մանկություն է նա ետ բերում, իմ ալագյազ մորս փեշերն համբուրելու երազ ունիմ։ Էն արծաթե իմ հին Գյումրին նոր հույսով է ոսկեջրված, գլխի թագը ալագյազն է, աստվածային ձեռքով դրված, ինչ ամբով էլ Մասիսն ամբե, վերջն արև է ճակտին գրված, Շիրակն ասաց, Հաֆեզ, ես էլ հազար ու մի Շիրազ ունիմ, Սուրբ է թոնրի հացի նման հոգում միշտ շեն Շիրակացին, ջուր տվողին գինի կուտա, հին ու անքեն Շիրակացին, Աստծուց լավ շինել գիտե, աշխարաշեն Շիրակացին, ձեռքը թեկուս քարին զարկե, կասե ոսկի ալմազ ունիմ, էլի պիտի քո գիրկը գամ, սիրո ոսկե զար գցելով, գովքիդ համար սրտեր հանած մարգարիտի զար գցելով, անմահական իմ կարոտից ոտքս սարեսար գցելով, իմ ալագյազ մորս ոտքերն համբուրելու մուրազ ունիմ, 64 թվականին է գրված, այսքանը սիրով հանձնում եմ ձեզ,